Աչքերիս առաջ երկնահաս մի սար մի ուխտատեղի առանց ուխտավոր ուր հայիս ոտքը չի դիպել մի դար չի հնչելահոտ այնքան զորավոր ուր հայիս ոտքը չի դիպել մի դար չի հնչելահոտ այնքան զորավոր չեն վարվել ջահեր հրել պատարակ չի խփվել կոպալ դղիր դհոլի ասի սքերի մի ցեղի բայրակ կիսատ ենք թողել հայիս քոչարի ասի սքերի մի ցեղի բայրակ կիսատ ենք թողել հայիս քոչարի ընկած դռնեդուր, ընկած բնեդուր չգիտես ումից երկիր ենք մորում օտարի հողը երգիր չի դառնա երկիր ենք թողել ցեղիս թշնամուն օտարի հողը երգիր չի դառնա երկիր ենք թողել ցեղիս թշնամուն ուզում եմ գոռալ խուլականջներին գերիմասիսը կանչում էր հորդոց մեզ հետ է ոգին հայ աստվածների գերիմասիսը կանչում էր հորդոց մեզ հետ է ոգին ռազմ աստվածների խուլ չեր հայը իր սարի կանչի և նախնյաց ոգին ուղեգից է մեզ իզեն հայ եղբայր, իզեն մի վերջի գնանք ու հասնենք Մասիսի կանչին իզեն հայ եղբայր, իզեն մի վերջի գնանք ու հասնենք Մասիսի կանչին թե ես չտեսնեմ Մասիսն ազատված ու դարանց ինձ երկակ գրոհից իմանուր շիրմին երդվեք հայ եղբայր մի բուր հող բերեք Մասիսի լանջից իմանուր շիրմին երդվեք հայ եղբայր մի բուր հող բերեք Մասիսի լանջից մեր քոչարին կիսատ չի մնա սուրնա ու դհոր կանչեք հաղթնական հողն անգամ մեր ծանր սարգից
գայի պատմում հայի մերկի մասին Կերի թողնած մասիսից պատմում հայի անցած պարքից երանի երկայի պատմում հայի անցած պարքից մասիսից ամե առել սև ճակատին մորդին կերի շղթայված Սավակներներ հաղարաններ մինչև մնան ծիրուցան Սարդոք է մայր չի ուշանա սար չեն թողնի շղթայված Նահապետիր հենալիճը արդեն ուսից առանցած Սարդոք է մայր չի ուշանա հայ չի մնա շղթայված Նահապետիր հենալիճը արդեն ուսից առանցած Ամեն պահի, ամեն քայլափոխի, երգով, արարքով, խոսքով, պահվածքով, նիստուկացով, ամեն ինչով, ամեն պահի պիտի հաստատվի, որ իսկապես դա հաղթանակը իզուր չէր, իսկապես շատ պետք էր այդ հաղթանակը և ավելի ուրիշ հաղթանակներ են պետք, որտեղ մենք կարողանում ենք լինել այսպիսին, ապրել այսպիսին, անել այդպիսին և գնալ մի ճանապարհով, հանուն որի ժողովուրդներ պայքարում են, մենք շատ չենք հասկանում ինչի համար, բայց զգում ենք, որ արժեր է պայքարը մղել, որովհետև կա տեսակ, կա հայրենիք, կա սերունդ, կա զորությունների տեսակ, որ միայն հատուկ է քեզ, որ մյուսին հատուկ չի, դա քոնն է և դու պիտի կարողանաս պահպանել։ Եվ ինչքան դժվար է պատերազմի ժամանակ, հավատացեք, որ 10 անգամ դժվար է բարձրությունը պահել խաղաղության ժամանակ։ Որովհետև խաղաղության ժամանակ
շատ հեշտ է անկումային վիճակների մեջ լինել։ Ոչ մի վտանգավոր վիրավիճակ չկա, թվում է թե ամեն ինչ ապահով է, բայց հենց այս ժամանակ է որ դժվար է։ Ու պիտի կարողանանք այս ոգեղեն երևույթները, որոնք տեղի են ունենում, արժանին հատուցենք, արժանին մատուցենք, արժանին գնահատենք, որովհետև սա է, որ միշտ սթափ, զգոն եւ անընդհատության ռիթմի մեջ է պահում եւ Շեքսպիրի խոսքերը ասում է տվեք ինձ խաղաղություն եւ ես կսանձեմ պատերազմին։ Ու պիտի կարողանանք այսպես ոգեղեն խաղաղությամբ ապրել, որովհետեւ ի վերջո, եթե մենք սա կարող ենք անել, պատերազմների կարիքը չի լինի։ Այսպես ուրիշ տեսակ ճանապարհներ կան, ավելի զորեղ ճանապարհներ կան, եւ վերջո ոգու ճանապարհը կա, որով կարող են հարցեր լուծվել։ Եվ այս երեկոները, այս երգերը, այս ցուցահանդեսը եւ Վարուժի եւ Հարութի նման մարդիկ են, որ սովորականության մեջ պահպանում են այդ ոգին, այդ շունչը, հանուն որի արժե ապրել այս կյանքը, որը որ իմաստավորում է մեր գոյությունը։ Ու դրա համար խորին շնորհակալություն եմ հայտնում այս երեկոյի համար, խորին շնորհակալություն Հարություն, խորին շնորհակալություն Վարուժ եւ կապիտան Եվ դուք տվեք Նարեկացի արվեստի միության անունից այս երկու սուրբ նարեկը նվիրել տղաներին որպես օրհնություն իրենց ողջ կյանքի եւ ստեղծագործության ընթացքում։ Երևանում կան շատ մշակութային օջախներ, այս օջախը ինձ համար չգիտեմ, տեսակ առանձնանալը, ոգեհարազատ է ստեղ ինձ համար, մի առանձնատուր ծաղիկ է սա, կարելի ասել, և ես որոշեցի իմ ամենասիրած մրգի Ծիրանի ծաղկած ծաղիկ։ Եվ կարող ես գիրքը թողել Ուրեմն ասողները շատ են եղել ու գնացել եմ այս ասելիքը կորել, որ լսող չկնեցել։ Ես ամենից առաջ շնորհակալ եմ իմ ունկնդրին, ամենից առաջ ես եմ ձեզ ծաղկում։ Եվ շատ շատ երաժշտությունը հայտնում Նարեկ մշակութային կենտրոնի տնօրենին պարոն Իվանյանին։ Գիտեք, տեղեր կա, որ մարդ կարողանում է տալ, ընդամենը տալ, ուրիշ ոչինչ չեմ ասում։ Ես կլեմ պերջախոս, ասենք քիչախոս, շնորհակալություն դուք շատ ազգանվեր գործ եք անում, ճիշտ մարդկանց այս բեմը թողնելով։ Ես շնորհակալություն իհարկե հանդիսականին, որովհետև որևէ ստեղծագործություն իմաստ չունի առանց ընկալման, առանց ունկնդրի, առանց ակնդիրի։ Եվ համեցեք միշտ Նարեկացի արվեստի միության կենտրոն, որովհետև այստեղ ամեն օր, գրեթե ամեն օր, եթե ողջ օրը 2 անգամ կամ 3 անգամ, տեղի ունենում ամենատարբեր հոգևոր բարոյական բնույթի արարողություններ առանց որևէ զվարճանքի տարվի։ Համեցեք Նարեկացի արվեստի միության դարի։